ձեզ, շնորհակալ եմ այդ անցյալի վերադեսության համար, ինչ է այսօրվա նյութս։ Նյութս կվերապերի իմ գործունեությանս և հայրենադիրություն։ Ինչու եղած եմ Հայաստան։ 10 տարի առաջ կնոջս հետ որոշեցինք, թե մեր կյանքը պետք է իմաստավորենք։ Ինչպես կիմաստավորես քո կյանքը։ Այսինքն պիտի ունենաս կյանքի մեջ նպատակ եւ այդ նպատակը իրագործես։ Այդ է իմաստավորումը։ Շատերու համար սահմանափակված է, որ ընտանիք կազմես, զավակ ունենան, զավակները գրտեն աչափ։ Իմս ավելի մեծ է։ Նպատակս եղած է ազգային հարցեր լուծել։ Ինչ են այդ ազգային հարցերը։ Հայերս մեկ մասը գաբրի Հայաստանի մեջ, մեկ մասը աշխարհացրիվ է։ Այս ընթացքը պիտի շարունակվի, նախ ով է հայը, որ Հայաստան կապրի, Հայաստանի քաղաքացիություն ունի, կամ նաև որ սպիրկի մեջ կապրի և կգոչվի Սուրիահայ, Լիբանանահայ, Ֆրանսահայ, Ռուսահայ, Ամերիկահայ։ Եթե ադոնք հայ են, ինչու համար Հայաստանի քաղաքացիություն չդրվիր։ Միթե անոնց հայրենիքը Հայաստանի չէ։ Եթե հանոնք հայ են, Հայաստանի քաղաքացիություն պիտի դրվի նույն իրավունքով և նույն պարտավորությամբ, անոնք որ Հայաստան կապրին։ Վերջը հարցած է, ինչու համար հայերը աշխարհացրիվ են։ Որովհետև հայը ունեզրկված է և հայրենազրկված է ցեղասպանության պատճառով։ Արևմտյան Հայաստանի մեջ նախքան ցեղասպանությունը և արևելյան Հայաստանի մեջ նախքան ցեղասպանությունը հայերը ընտանեկան միջավայրի մեջ կապրին։ Ցեղասպանության ժամանակ մեկ մասը գոդորվեցավ, մեկ մասը թրքացվեցավ, մեկ մասնա պարտավորեցին, որ իրենց պապերական հողը լքեն և դարձան աշխարհացրիվ։ 1991-ին մենք ունեցանք Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ առաջին բարբերականի մեջ գրված է։ Առաջին բառերը գցե հայ ժողովուրդ։ Վերջը գցե ազգային նպատակներու և գցե համազգային սկզբունքներու վրա, չի սեր հայ ժողովորդի դեր, չի սեր Հայաստանաբնակ ժողովուրդ։ Ուրեմն բոլոր հայերում պետք է դրվի Հայաստանի քաղաքացիություն։ Եթե բոլոր հայերուն Հայաստանի քաղաքացիություն դրվի, Հայաստանի քաղաքացի կդառնա 11-ին 12 միլիոն հայ։ Եթե չդրվի, ինչ պիտի լա։ Ամենից շատ 3 միլիոն հայ կա, մեկ կողմը Թուրքիան 86 միլիոն, մյուս կողմը Ադրբեջան 8 միլիոն, 92 միլիոնի մեջ կջզմվի, կփզկտվի։ Արդեն ներկայիս Ադրբեջանը իր քարտեզներու մեջ ցույց կտա, որ հարավային մասը Հայաստանին, արևմտյան Ադրբեջան է։ Եվ Հայաստանին իրենք հատկացուցած են 9-10,000 քառակուսի կիլոմետր։ Մենք պիտի ենթարկվենք ատոր։ Զեն հայը խելացի է։
հատխելքը ինչի ծառայցն է, բացի իր հայրենիքին կամ իր դունին բարելավման, փառքավաճման, ապահովության եւ պաշտպանության։ Եվ ադի ինչպես կլա։ Վարչագարքը իր հերանագարը դեսլականը բիտ փոխե 1991-ին 34 տարի անցած է որևէ ասկային ուղղություն չունին համախմբել չեն ուզեր հայերուն իրենց հաթորները բայելու համար ադե հայը դուք Հայաստանի մեջ կսեք ցավոտ տանեն ինչ կնշանակե ուրիշին դեղը թուն ցավ գրես սպյուրքահային նման վարմունք ցույց տրված է Հայաստանի մեջ ոչ վանողական խդրականության սկզբունքի շահամոլության վրա կացած է ատ հոգեբանություն Հայաստանի մեջ պետք է փոխվի նախ ժողովրդի մեջ եւ վերջը վարչագարքի մեջ համահայկական pedagogiություն բիդուն լա Հայաստանի մեջ եթե մենք համահայկական pedagogiություն գազմենք Հայաստանի մեջ 12 միլիոն Հայաստանի քաղաքացի կլա մեկ մասը գաբի Հայաստան մեկ մասը սպյուրք բայց այդ սպյուրքը բորդագաբով քաղաքացիությամբ կգաբվի Հայաստանին իր ունեցվածքին մեկ մասը գբերը Հայաստան գպարկավաճի իրենց ըղծեծակործական հնարամտական արևդրական կարողություն գետրոնը գտարնա Հայաստան բացի ասկե ռազմա արդյունաբերական գետրոն պետք է դառնա Հայաստան ես At նվադագի համար եկած դեսլական բիդունենա ամեն մի մտավորական հայ եւ ոչ թե փորաբաշխություն, ցուցամոլություն, անհանդուրժողություն, ադելություն հայը եղած է թե արևելը Հայաստանի մեջ թե արևմտա Հայաստանի մեկ ընտանիք հիմա ընտանիքի մեկ մասը սպյուրք է մեկ մասը Հայաստան Ադե հայկական հարց ինչ է հայկական հարցերու փաղատրիչները լեզու գա արևելը հայերեն եւ արևմտա հայերեն դասական ուղղակրություն ափեղանական ուղղակրություն ինչու ինչ է հերանագարը ասիրգության արաբելություն ունի նպատակը ունի չէ ի վերջո եթե մեկ ազգ ենք մեկ հայրենիք ունի պիտի ունենանք մեկ լեզու մի ուղղություն ասկիրք ինը հատ հայակետներ հավաքեցի Երևանեն Բեյրութեն Փարիզեն Վենեդիգեն եւ Լոս Անջելեսին Երկու տարի աշխատեցան քրապարի վրա հիմնված հիմքը քրապարն էր արինգ արևելը հայերն է արևմտա հայերենը փայերու խոնարհումը հոլովները աջանցումները 10 օրենք են արևելը հայերենի եւ արևմտա հայերենի տարբերություն եւ գազմեցինք միասնական քրական հայերենի քերականություն քրական ոչ փանավոր խոսակցական ուրեմն ոս գետրոնոց ուծած ենք արևելը հայերենը արևմտա հայերենը գազմացենք մեկ քրական լեզու փանավոր ամեն մարդ ազատ է արևելը հայերեն գուզե խոսիլ արևմտա հայերեն բայց օրինավոր pedagogan լեզուն պիտի լա միասնական քրական հայերենը թե Հայաստանի մեջ եւ թե սպյուրքի մեջ ասկերբով երբ որ սպյուրքահայը Հայաստան գուկա չի սեր որ
ես իրեն չեմ հասկնար, կամ հայաստանցին չսե, որ ես իրեն չեմ հասկանում։ Մեկ քրական լեզու կտա։ Ազգային միասնության հիմքը լեզուն է, ազգի փաղաթրիչներն են 6 հատ, ժողովուրդը, հայ ժողովուրդը, հողադարածքը, երկիրը, հայրենիքը, լեզուն, հայերեն, մշակույթը, գրոնը եւ ավանդությունները։ Եթե վարչագարքը ուղղությունը ազգայինը լա, աս հիմքերու վրա գահարաչանա։ Եվ ոչ թե հատվածական, գուսակցական, խմբային եւ այլն հատոնք մեծարյալ կնկատվի։ Ազգի գորիզը անհադեն ետքը գլանդանիքը։ Հիմա ազգը բիծարայե անհադին կամ անհադը բիծարայե ազգին։ Դրամապանությունը հատկսե, որ անհադը իր ընտանիքի միջոցով, դոհմի միջոցով, Քերթաստանի միջոցով ծարայե ազգին։ Հադորամար գսենք ազգային քաղաքարողություն, ազգային սկզբունք, ազգային նպատակներ, ադբիդի լայսիմին փոլորին, փոլոր ժողովրդին, եւ ոչ թե մեկ ընտանիքի կամ անհադի, երբ որ աս հերանեկարը ունենա հայը Հայաստանի մեջ եւ ցերկը երկարե սպյուրքին, սպյուրքը հայը աստիճանաբար Հայաստան գուկա, որովհետեւ հայ է ինքսինքը գսկա, իր հայրենիքը Հայաստանն է, ոչ թե Փարիզ կամ Լոնդոն կամ Լոս Անջելես։ Աս հոգեբանությունն է, որ դպրոցներում մեջ մի տարածեք, ընտանիքի մեջ տարածեք, այդ դխմար ադելությունը, անհանդուրժողությունը, փողոցային խոսակցություններ վերանան, հերանեկար պիտի ունենանք։ Մենք ինչ կուզենք Հայաստանը, փարիգարկվի, ամեն մարդ հանգիստ իր ամուսնը կարենա իր ուսումը ստանա, աբահով եւ պաշտպանված հողատարածք ունենանք։ Ներկայիս ինչ վիճակ է։ Հայաստանի հատկացված հողատարածքին 4/5-ը գրաված են թուրքն ու ադրբեջանցին։ 1915-ին ի վեր թուրքը եւ ադրբեջանցին հայկական հողերը, հանքերը, ակարակները, դուները դիրացած են։ Ձեր արմատներուն նայեցեք։ Գեսեն ավելի արեմտահայ է։ Վամ, Բիտլիս, Էրզրում, Արաբկիր, Գարս, ասոնք են, ինչու համար մենք պիտի թույլատրենք, որ թուրքն ու ազարին մեր հողատարածքը, որ մեզի կպատկանի, մենք իրենց ունեցածը չենք ուզեր։ Ոման գսեմ, որ դժվար է, այո, դժվար է։ Ոման գսեն, որ հայերը անմիապան են, անմիապան չեն, երբ որ իրեն բացատրես, թե նպատակը ինչ է։ Ամեն մեկերնի ձեր զավակը գուզեք, որ դպրոցի մեջ լավագույնը լա։ Ինչու մար չեք ուզեք, որ հայ ժողովուրդը քութրացի զավակը առաջինը լա, կամ մյուսին զավակը առաջինը լա։ Այդ պիտի լա, ընտանիքը գորիզը պիտի լա, քաքաթը պիտի լա ազգ։ Աս մինաքերականության կվերապիրի։ Երկրորդը օդարապանություն է։ Հայերեն լեզվի մեջ, Հայաստանի մեջ օդարապանությունը համաճարակ դարձած է։
նույնիսկ փոքր դարիքի երեխաներուն որ հարցնես օդար բարերը կգարձեն հայերեն է, նորմալը գսե հայերեն է, բյուջեն գսե հայերեն է, մերսին գսե հայերեն է։ Հայաստանի արդի հայերենի մեջ 29640 օդար բարեր կան։ Անհարգի, որոնց հայերեն ունենք, հիմա հոս պարարան չի գա։ Ուրեմն մենք պատրաստած ենք պարարան, պատրաստած ենք պարարան, երկու պարարան, մեկը փոքրացավալ է, օդար պարայու վերը պարիա, մյուսը համաբարկակ հայերենի արդի պարարան, բոլոր օդար պարերը վեր ցուցած ենք, 125,000 հայերեն մաքուր պարերով բիթրադրանք են գաստարի, երկու ադորով, որ և որ աղայանի պարարանը պանաս, գտեցնեց այդ պարով մի քանի 100 հատ օդար պարեր կան, անոնք վերցուցած ենք, ուրեմն հայ ուսանողը համալսարական ուսջուհին, երբ որ պարարանը պանա, գտեցնա, որ մեջը օդար պարերը վերցված են, և որ մենք ունենք պարեր, անոնք կանցեր են, ինչու համար օդարինի բիտ կործած ենք, որպես մուրաց կան, և որ մենք ունենք, որ և է ուրիշ ասգա, որ հայերեն պարերը գարնեն կործած է, չեմ կործած է, մենք ինչու բիտ կործած ենք, այդ մդայնությունը բիտ վերանա, թբրոց, մենք ունենք մեր անունի թբրոց ավանի մեջ Երևան, 985 աշակերտ այդ թբրոցի մեջ բացի պետական ծրագիր են գծորվեցնենք արհեստական բանականություն և թիվանակիդություն նույնը կարելի է բոլոր թբրոցներու մեջ տարածել նպատակը ինչ է մենք հայ երեխային անկիդությունը գիտանք, որ մրցակիցը լա եվրոպացի և ամերիկացի և որ մենք թբրոցի մեջ կպատրաստենք իրենք ամեն կերպով առաջադեմ կլանք Եվրոպայի, Ամերիկայի, ուր որ տաս հայ անունը որ տաս կցեն հա աշխատացեր են, խելացի են, ջարբիկ են, լեզուներ գիտեն Հայաստանի մեջ ինչու միջն է այս օդար պարերու պարարանն է, որ դրված է ձեզ լեզվի մասին ալ խոսեցա, վերջը մենք Թուրքիո հետ հարց ունենք և Ադրբեջանի հետ կգոչվի հայկական հարց իրենք իրագործեցին հայոց ցեղասպանությունը սպանեցին հայերուն թրքացուցին և իրենց հողերեն վտարեցին այսինքն ունեզրկեցին և հայրենազրկեցին հայերուն ուրեմն միջազգայնորեն փառը որ ցեղասպանություն գոչվի միջազգային ոճիր է պետք է բաժվի թադաբարդվել է ետքը և վերջը հադուցվի հիմա ջանաչված է զանազին երկիրներու կողմեն հիմա մենք հադուցումի ետևեն ենք Արաբաբյանի ազգիր կողոց կծենք են կարտացեք ասոնք իրավապանական օրենքներու վրա միջազգային ցույց կտա թե ինչ քայլեր բիդառնենք որբեսի Արևմտյան Հայաստանի 4 նահանգները որ իրենք միացյալ Հայաստանի մաս նկատած են վերադիրանանք Դրաբիզոն, Վան, Բիտլիս, Էրզուրում 104,000 քառակուսի կիլոմետր Հայաստանի հողադարածքը որ միջազգային օրը մեզի դրված է 162,000 քառակուսի կիլոմետր ներկա Հայաստանը 7 շրջանները Ղարաբաղը
Եվ Նախիջևանը միջազգայինորեն ադոր մուրհագ ունիք։ Ահս ներկա վարչագարկը եւ Տեր-Պետրոսյանը մինչեւ օրս միջազգային թատարան չեն թիմած։ Որ գսեն Թուրքիան չկրկրենք, մեր վրա գահարցակի, քու իրավունքը դե։ Մենք չենք որոշած, հայերս մենք չենք որոշած։ Ամերիկացին որոշած է, անգլիացին, ֆրանսացին, իտալացին, իրենք որոշած են, որ այդ հողադարածքը կգոչվի Միացյալ Հայաստան։ Երբ որ թունքու իրավունքիդ ետևեն չես երտար, ինչ մտայնությամբ գուզես, որ օդարը քեզի պաշտպանե եւ ադիկա պահանջել դա։ Անիմաստ է, թուն պիտի երթած պահանջես եւ իր բարեխոսությունը ուզես, որպեսզի դիրանաս։ Ուրեմն միջազգային թատարան դալելու համար բեդություն պիտի լաս, գազագերբություն անա չես կնալու։ Ահս ներկա վարչագարկը եւ նախորդ վարչագարկները չեն ուզել։ Ուրեմն, երբ որ Հայաստանի մեջ ունենանք մենք համահայկական պետականություն, Սփյուռքը եւ Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի վարչագարկը կփոխվի, գլա ասկայնական եւ այդ հարցը կդանի միջազգային թատարան։ Հայաստանը գլա 162,000 քառակուսի կիլոմետր։ Սփյուռքը հայը այդ հողադարածքը գարելությունները հնարավորություն դեսնելով հոս կուկա, փոխանակ Ֆրանսա մնալու կամ Ամերիկա մնալու։ Այդ պիտի լա հայուն հերանեկար։ Բայց հատոր համար կորց կուզե։ Դեղացիներուն վարմունքը սփյուռքայի համեմատ պիտի փոխվի, սփյուռքահայերն պիտի համոզենք, որ իրենց հայրենիքին դեր տառնան։ Հայրենադիրություն։